Տավուշում ընտրարշավը քաղաքական խոստումների մասին չէ։ Այստեղ ամեն խոսք առաջին հերթին անվտանգության, սահմանին ապրելու ու հայրենի հողում մնալու մասին է։ Բերդ համայնքում մարդիկ եկել էին լսելու Նարեկ Կարապետյանին, ինչ կարծիք ունի սահմանամերձ կյանքի դժվարությունների, տնտեսության ու երկրի ապագայի մասին։ Թուրքի լեզուն քաղցրա, մտքերը դառը, գալու է, համոզի, մեկին էլ գտել է, ում խեղճացրել է ժողովուրդ, էլ տալու բան չունենք, հասել են արդեն։ Ուզում եմ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք ու Հայաստանը լինի հայկական, ուժեղ երկիր ունենանք, ուժեղ տնտեսությունով։ Յոլա գնալու կոչ անելու ժամանակն անցել է։ Համայնքներին պետք են աշխատատեղեր, գործարաններ ու մթերման կայաններ, որովհետև միայն այդպես մարդիկ կկարողանան մնալ ու ապրել իրենց հայրենի հողում։ Ուժեղ տնտեսությունը պետության զարգացման հիմք։ Մեր հարևան երկրի ղեկավարը հայտարարություններ է անում, որ իր հայրենակիցները պետք է գան Հայաստան ապրեն։ Փորձ կա։ Կուսակցության առաջնորդը վաղուց է ապացուցել, հնարավոր է ամեն ինչ սկսել զրոյից եւ հասնել հաջողության։ Սամվել Կարապետյանը հայկական ամենամեծ ընկերություն ստեղծած մարդն է, ում ընկերությունում 40-ից 50 հազար մարդ է աշխատում։ Զրոյից է ստեղծել, իր աշխատանքով։ Սիրուն խոսքերով չի ստեղծվում, մեծ գործերը, աշխատանքով է ստեղծվում։ Բոլոր հայ ղեկավարներից նա տարբերվում է մինչև այսօր նրանով, որ ձգտում է փոփոխության եւ իշխանությունը գալու է մարդու մոտ, ով արդեն ապահովված է։ Մտահոգված են մտավորականները։ Հայաստանը կանգնած է լրջագույն ռիսկերի առջև։ Վճռական քաղաքականություն է անհրաժեշտ։ Խաղաղություն մեկի հետ, ում համար Սևանը Գյոյչա է, Երևանը Իրևան է, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան, սա է խաղաղություն։ Սա խաղաղություն չէ։ Սա վախկոտի ու թույլի խոնարհում է։ Նարեկ Կարապետյանն իր ցանկությամբ է կիսվում։ Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, որ Հայաստանը լինի հայկական։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։